Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբու ամեն։ Նորից ուզում եմ շարունակել երկրորդ մասը լեզվի մեղքախոսության, հա, չարախոսության, բամբասկոտության, հայրության, զազախոսության մասին։ Նորից շարունակում ենք։ Հոբի գրքում հիշում եք, Հոբի կինն ասում էր նրան. դեռ բռնել ես քո կատարելության ճանապարհը, հայոյիր Աստծուն եւ մեռիր, հիվանդ էր, չէ՞։ Բայց Հոբը պատասխանեց, ասեց. հիմար կանանց մեկի խոսածի պես ես խոսում։ Հետո իր կինն է մահացավ էլի։ Հոբը մինչև վերջ հավատարիմ մնաց, դրա համար արդար համարվեցավ։ Կորցրեց ամեն բան, որտեվ այդ օրինակները եզակի օրինակներ են, որ չգիտեմ, քանի հազար տարին մեկ են տենց մարդիկ լինում, կամ չեն լինի իրանց պես, ոչ Աբրահամի պես, ոչ Հոբի պես, որտեվ Հոբը կորցրեց թե զավակներին, իր ամեն ինչը, առողջություններ, բայց որ մինչև վերջ հավատարիմ մնաց Աստծուն, կատարյալ անոթ եղավ, Աստված նորից ամեն ինչ պարգևեց։ Մտեք Պետրոս Առաքյալը շատ է սիրում Աղվանի, նույնը նաև Դավիթ Մարգարեի մեջ էլ կա, Պողոս Առաքյալի մեջ էլ, ասում է նրանք ինչպես անբան անասուններ, որ ի բնե ծնված էին որսի եւ ապականության համար, հայում են այն բաները, որ չգիտեն, իրենց ապականությունով կապականվեն։ Պետրոս Առաքյալ շատ տեղեր անասուն անվանում, որտեղ իրոք այդպես էլ է, որովհետև եթե մարդ դեպի Քրիստոս չի գալի, ինչ ազգուզումա լինի, պետք է գանք դեպի Քրիստոս, որ նմանվենք մարդու, որտեղ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, հենց Քրիստոսի պատկերով։ Եվ եթե Քրիստոս չենք ընդունում, Սուրբ Երրորդություն, չենք գնում իր ասածները լսելուն, նմանվում ենք այդ անբան անասուններին։ Հա, Սուրբ գրքով է, անբան անասուններ են, եւ քանի դեռ Աստծով չենք, նմանվում ենք անասուններին, երբ որ զղջում ենք այդ մեղքերից փախչում ենք, հավատում ենք Տիրոջը արդեն, գնում ենք դեպի Քրիստոս, նմանվում ենք մարդու, որ Աստծու պատկերն ուներ։ Եվ նմանապես նրանք, որ ցնորված լինելով մարմինը պղծում են, տերությունը անարգում են, փառքը հայում են, որտեղ այդ տաճարը Աստծու տաճարը ստեղծել մեր մարմինը, որպեսզի մաքուր տաճար լինի, որպեսզի այդ տաճարում Սուրբ Հոգին բնակվի, բայց այդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից ընկնելով պղծում ենք այդ տաճարն էլ, մարմինն էլ, եւ այնտեղ ոչ թե լինում է Սուրբ Հոգու բնակարան, արդեն դառնում է դևերի բնակարան, եւ մարդկանց մեջ մտնում են տարբեր տեսակի չար ոգիներ, օձեր, դևեր, մենք աչքերով չենք տեսնում։ Շատ հիվանդություններ կան, որ բռնում են մարդկանց, այդ ներսի մեջի օձերն ու չար ոգիներն են, որ բռնում են։ Մի հիվանդություն ընդհանրապես կասեմ, շատ չեմ ուզում խորանալ, Պարկինսոն հիվանդությունը, որ տարիներով պարկած մնում են անկողնու մեջ, հիվանդանոցում, չեն կարող շարժվեն, ամբողջ ներսով այդ օձերով բռնված են։ Որտեղ երբ որ Աստծո լույսը մարդու ներսից գնում է, մարմինը սկսում է խավարել ներսով, այդ ամեն ինչ տեղի է տալիս այդ բնակարան չարի եւ մարմինը բռնվում է։ Երբ որ Քրիստոսի լույսը իջնում է, Քրիստոս բժշկություն էր, խոսքով բժշկում էր, Քրիստոսի լույսն էր մտնում նրա մեջ, Սուրբ Հոգին էր մտնում, այդ չար ոգիներն ու դևերը սկսում էին շարժվել, դրա համար հիշում եք մարդիկ թափահարվում, ընկնում էին գետնին, դուրս էին գալիս իրանց մեջից, սատկացնում էր Տերը դրանց, եւ մարդիկ առողջ կանգնում էին։ Նույն ձևեր հիմա է, եթե Աստծո լույսը ընդունում է, հասկանում է իր մեղքը, սկսում է մաքրվել։ Մի փոքր ցավեր է լինում, բայց վնաս չի լինում, բայց ոտքի է կանգնում վերջում։
Դրանք հոգևոր հիվանդություններ են, որ աշխարհիկ բժշկությունը ոչ հասկանում է, ոչ էլ կհասկանա, որտեղ դա հոգևոր պետք է տեսնել։ Հայտնության գրքում նորից ասում են նրան տրվեց մի բերան, մեծ բաներ եւ հայոյանք խոսող, եւ իշխանություն տրվեցավ նրան 42 ամիս իր ուզածն անելու։ Տեսեք, այդ հայելու իշխանությունը այդ չարինն է տված։ Հայոյանք սատանայի վրա էլ է հայոյանք կրվում, ինքը հայոյանքի հայողների հայրն է նաև։ Մենք չենք հասկանում, որ բերանով ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ շատ մեծ է հայողների քանակը, բոլորը գրեթե մեծ մասը հայոյում են, բերանից դուրս են գալիս, բայց հասկանան, որ հայողների հայրը սատանան է նորից։ Եվ հայտնության գրքում Զմյուրնիայի եկեղեցուն է գրում, ասում է գիտեմ քո գործերը եւ նեղությունը եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես եւ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում են թե իրենք հրեա են, բայց չեն, այլ սատանայի ժողով են։ Եվ նորից Պետրոս Առաքյալն է շարունակում, եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք, որովհետև փառք եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Եվ երանիթ է։ Նրանցից նա հայոյվում է, բայց ձեզանից փառավորվում, որտեղ ամբարիշտները այդ զասախոս հայոյող լեզուներից միշտ Աստծուն հայոյում են, հայոյվում Աստված, բայց արդարներին, որ հալածվում են իր համար, փառավորվում է Աստված։ Երդվող մարդու մասին մի տող եմ ընդամենը ուզում ասել, չնայած շատ տեղեր կա երդումների մասին, բնակ այդ գրքում որ լինի, բոլորը լինելու է։ Սիրակի իմաստության մեջ շատ հետաքրքիր տեղ կա, այդ մի տողը բավական է։ Շատ երդվող մարդը անօրինությամբ է լցվում եւ հարվածներն անպակաս կլինեն նրա տնից։ Եթե հանցանք գործի, իր մեղքը իր վրա է, եւ եթե շփոթվի կրկնակի մեղք է գործում, եթե իզուր երթվեց, չի արդարանա, որովհետեւ նրա տունը տանջանքով է լցվելու։ Նայում ենք ամեն մեղքը ինչ ահավոր է։ Մեր տներն է լցվում այդ ամեն ինչը, թե տանջանք, թե տառապանք, բայց արդեն ոչ թե հոգևոր փորձություն, այլ որպես չար փորձություն, որ պատժվում ենք։ Դրա համար պետք է փախչենք։ Ընդհանրապես Տերը պատվիրեց, ոչ մի բանով չի երթվեք։ Նաև Պողոս Առաքյալը Էփեսացիներին հեռու ձեզանից զազրախոսություն կամ հիմար խոսք կամ խեղկատակություն, որ վայելը չեն, այլ մանավանդ գոհություն թող մատուցվի Աստծուն։ Առակաց գրքում որոշ բաներ կարդամ Առակացից, ասեմ, իմաստուն սիրտը ընդունում է պատվիրանները, բայց զազրախոսը պիտի կործանվի, իր գայթակող շուրթերի պատճառով։ 6 բան կա ասում է, որ Տերը ատում է, եւ 7-ը զզվելի են նրա հոգիի առաջ։ Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու եւ անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր, ստեր փչող անիրավ վկա եւ եղբայրների մեջ կռիվ գցող։ Տեսեք, մենակ այստեղից արդեն մի 2-3-ը լեզվի մեղքերներ, հա? Ստախոս լեզու, սուտ փչող, կռիվներ գցողը էլի բերանովը կռիվ գցում եղբայրների մեջ։ Առակաց գրքում հետաքրքիր էլի տող ասում է հյուսիսային քամին անձրև է բերում, գիտենք, չէ՞։ Եվ խոժոր դեմքը գաղտախոս լեզու։ Տեսեք, մարդը որ դեմքը խոժորում է, արդեն լեզուն պատրաստ է, որ կարող է դուրս նետի մի չար խոսք։ Եվ դրա համար է ասում, որդյակներ չսիրենք խոսքով,
եւ ոչ էլ լեզվով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Շատ ենք չէ ասում, վայ կյանքը անգամ թորներին, երեխաներին բան, բայց ավելի լավ է գործով անենք, հաստատ այդքան շատ ասենք, որոնց մեղավոր նաեւ ես եմ շատ ասում, թորնիկներից, բան, դրա համար միշտ ապիր լեզվովդ եւ սիրտդ շուտով բան չարտասանի, Աստծո առաջին, շատ հետաքրքիր տեղ է, որովհետեւ Աստված երկնքում է եւ դու երկրի վրա ես, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն, լեզվով այնքան քիչ պետք է խոսենք։ Նորից Դավիթ մարգարեն շարունակում է. Տեր առաջնորդիր ինձ քո արդարությունով, իմ թշնամիների պատճառով, շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին, որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա, նրանց կոկորդը բաց գերեզման է եւ իրանց լեզվով նենգություն են անում։ Թող Աստված պահի այդ ճանապարհները, ուղղի մեր ճանապարհները։ Ես ասացի, թե իմ ճանապարհներից պահեմ լեզվովս մեղանչելի, իմ բերանին սանձ դնեմ, դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։ Նույն ձևի մենք մեր բերաններին սանձ պետք է դնենք ու շատ քիչ խոսենք։ Որտեղ ինչքան քիչ խոսենք, այնքան քիչ էլ կմեղանչենք լեզվով։ Շատախոսության մեջ լինելու է թե այդ բամբասանքը, թե զազրախոսությունը, անգամ մտքովայությունը եւ այլն։ Եվ դրա համար ասում, միթե շատ խոսքերին պատասխան չի լինելու, կամ լեզվանի մարդը պիտի արդար դուրս գա, հարցնում, իհարկե դուրս չի գա, լեզվանի մարդը պիտի պատժվի, առաջի պատիժը հենց լեզվից է լինելու, հիշում եք ասեցինք, դժոխքում ովքեր էին սկզբից տանջվում, ովքեր լեզվից մեղանչել էին, տիրամոր տեսածը, որտեղ ամենաշատ առաջի մեղքերը լեզվից դուրս է գալու, եւ ամեն մարդ նենգում է իր ընկերոջ եւ ճշմարտություն չի խոսում, սովորեցրել են իրենց լեզուն սուտ խոսելու, մահաբեր նետ է նրանց լեզուն, նենգություն է խոսում, բերանով խաղաղություն է խոսում իր ընկերի հետ, իսկ սրտով դարան է պատրաստում նրան։ Եվ լեզվի մասին Հակոբոս Առաքյալը ինչքան լավ ասում, եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնասեր է եւ իր լեզուն չսանձահար է, այլ իր սիրտը խափի, այնպիսի մարդի կրոնասիրությունը զուր է, նաեւ շարունակում է այնպես էլ լեզուն, մի փոքրիկ անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Մի փոքր կրակը, տես, մի փոքր կրակը, որքան բան է վառում, չէ՞, մի փոքրիկ կրակը, հրդեհ կլինի, կարող ամբողջ շենքը այրվի։ Լեզուն էլ կրակ է։ Այդ անիրավության աշխարհը, այսպես է լեզուն, դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմնին ապականում է եւ կրակով վառում է մեր գոյության անիվը եւ ինքը բորբոքված է գեհենից։ Այդ փոքրիկ անդամը, այդ փոքրիկ կրակը, որ մլեզվում է, մեր անդամների մեջ ամենափոքրը, բայց ամենամեծ խոսացողն է, ամենամեծ մեղքեր դուրս շպրտողն է եւ մեր ամբողջ մարմինը այրողն է լինելու, մեր տունն է այրվելու։ Եվ դրա համար ասում է, բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող նվաճել, մի անզուտ չար է լցված մահաբեր թույնով։ Այս թույնի մասին համ 5 տականում կա, համ նորում։ Պետրոս Առաքյալը, որովհետև ով կանում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուր պահի եւ իր շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Պողոս Առաքյալը նրա կոկորդը բաց գերեզման է եւ իրանց լեզուներով նենգություն են անում, իժերի թույն կա նրանց շրթունքների տակ։ Իժերն է, չէ՞ շատ տեղեր իժերի համեմատությունը կա, իժերին կտրորեք, իժի զավակներ, որ ասում է, որովհետև այդ լեզվից չարախոսներն էին, որ թույնը շպրտում էին դուրս, նույն ձևի Սաղմոսն է ասում Դավիթ մարգարեն, իրենց լեզուները սրում են թուրի պես, իրենց լեզուները սրում են օծի նման, իժ օծի, թույն կա նրանց շրթունքների տակ, նորից Սաղմոսները։ Իսկ բուժող լեզուն կենաց ծառ է,
բայց լեզվի վրայի նենգությունը հոգի վերք է, մանն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողը կուտե նրա պտուղը, տեսեք մահը և կյանքը լեզվի ձեռքին են, առակաց գրքում ասում Սողոմոն իմաստունը, մեր լեզվից շատ բան է կախված, ինչ պտուղ կուտենք, կենաց ծառի պտուղ կուտենք, թե մեղքի ծառի պտուղը, և դրա համար Աստված նախ թող նորից մեր սիրտը մաքրի, մեր սրտերը մաքրի, որպեսզի սրտից աղբոտ գետ չհոսի դեպի լեզու, որպեսզի մեր լեզուն է մաքրվի, որտև դուրս գա քաղցրահամ ջուր լեզվից, որտև ասում է ինչպես կարող աղբյուրը համ քաղցրահամ ջուր տա, համ դառնահամ, կամ նախ լինի, կամ նա լինի, դրա համար այնքան մաքրվենք Աստծու ողորմությամբ և զորությամբ, որ մեր լեզուն էլ մաքրվի, մեր լեզվից բուժող խոսքեր դուրս գա, բուժող կենաց ջուր դուրս գա, կենաց պտուղ դուրս գա, որ մարդիկ տեսնեն ու իրանց մեծ արդարության պտուղները տա։ Աստված թող պահի պահպանի մեզ բոլոր այս տեսակի մեղքերից, ինչ որ թվարկեցինք այս քանի օրերին, այդ մեղքերի շարաբանությունը, իսկ հաջորդ անգամ հաջորդ մեղքերին ենք անդրադառնալու մյուս ենթագլխին, ընդհանուր առմամբ մոտարապես 15 թե 16 ենթագլուխ մեղքերը քահանաց պատրաստ կա։ Փառք Աստծուն, թող ողորմի գթա մեր լեզուներն է սրբի, որ մեր լեզուները արդարության պտուղներ բարբաջեն, բարբառեն ավելի ճիշտ, բարբառը գիտեք, հետաքրքիր էս բանն էլ, բարբառը, որ հիմա գիտենք բարբառներ չէ կան, ընդհանուր առմամբ բարն է, բառերը բառերի ետևից ես ասում, իրար կպցնում ես բառերը, հետո նոր արդեն փոխվեց բարբառներ, տարբեր լեզուների։ Աստված թող այնպիսի լեզու տա, որ մեր լեզուն բարբառի, կենաց ջրից և կենաց ծառից։ Ամեն։